հնարավորություն։ Մերիմնան Արմատ մեդիա, պարոն Թաթյան, ադրբեջանական դիրքերի առաջխաղացման մասին խոսեցիք, որոնք տեղի են ունեցել օգոստոսին, հետաքրքիր է ինչու նախընտրական շրջանում որոշեցիք բարձրաձայնել այդ մասին, եւ երկրորդ հարցս իշխանության գալու դեպքում պատրաստ եք դուք եւս 1 դրամ աշխատավարձով աշխատել։ Շնորհակալություն։ Ինչու այս վերխուժումները հրապարակեցինք հիմա, շատ պարզ, որտեղ նոր ենք բացահայտել։ Շատ պարզ, նոր ենք բացահայտել։ Ընդհանրապես անունը դրա համար դրել ենք հրատապ։ Եվ ես իմ ելույթում մի քանի օր առաջ, երբ հայտարարեցի, որ տեղի ունեցել ներխուժումներ, մենք արդեն նախապատրաստվում էինք տեխնիկապես այս ասուլիսին։ Ինչ որ այս ցույց տվեցի, որտեղ սրա հիմքում մասնագիտական գնահատականներ են, վերլուծություններ են, հաշվարկներ են, որպեսզի մենք կարողանանք մեր հանրությանը հիմնավոր ներկայանալ, հիմնավոր խոսքով եւ բնականաբար դա ժամանակ է ուզում, բայց բնականաբար հենց բացահայտել ենք, անմիջապես ներկայացրել ենք, մենք այդպես ենք միշտ գործել։ Ինչ վերաբերում է 1 դրամ, ասացիք, 1 դրամ աշխատավարձին։ Տեսեք, պետական պաշտոնատար անձը պետք է, այո, աշխատավարձ ստանա պետական բյուջեից։ Դա շատ կարևոր է եւ դա բնական է։ Դա պետական պաշտոնատար անձի նաև անկախությունն ապահովող է։ Հակառակ դեպքում, այո, բազմաթիվ հարցեր են առաջանալու։ 1 դրամ աշխատավարձը որտեղից, ուրեմն կախվածություն է առաջանում ինչ-որ միտեղից եւ այլն։ Դա նորմալ է, դա ամբողջ աշխարհում է այդպես, որ 1 դրամ, որ պետական պաշտոնատար անձը պետք է ստանա աշխատավարձ, որ պետական պաշտոնատար անձը միայն մտածի իր գործառույթների մասին, իր լիազորությունների մասին եւ չմտածի ինչ որ ուրիշ ձևերով սոցիալական իր կարիքների լուծելու մասին։ Եթե ինձ է վերաբերվում, ես չունեմ բիզնես, ես չունեմ այլ աղբյուրներից եկամուտներ, բացառությամբ այն իմ աշխատանքը, իմ միջազգային փաստաբանական աշխատանքը եւ այլն որ կա։ Եվ բնականաբար, երբ ես պետական պաշտոնյա էի, իմ գլխավոր եկամուտները գոյանում էին, որտեղ նաև դասավանդում էի, իմ գլխավոր եկամուտները գոյանում էին բարձրաստիճան պետական պաշտոնատար անձի համար նախատեսված աշխատավարձից։ Այստեղ հարցը ուրիշ տեղում է։ Արդյոք այս աշխատավարձը պետք է լինի այնպեսին, ինչպես օրինակ հիմա այսօրվա իշխանությունն է անում։ Ոչ իհարկե։ Նրանք ինչ են անում։ Նրանք եկել են, Նիկոլ Փաշինյանը իր անմիջական անձնակազմի համար գաղտնագրել է բոլոր ծախսերը, ծախսում են հսկայական գումարներ, աստղաբաշխական գումարներ, իրենց անձնական կարիքների համար, անգամ տանը սպասարկողների, բժիշկների ծառայությունների, չգիտեմ ինչերի համար, անգամ միտեղ գնում երևի հացելուտու միջանամ դա էլ են պետական բյուջեով երևի ծախսում, եւ հետո ասում են մենք մի հատ էլ աշխատավարձ են ստանում, մի հատ էլ պարգևավճար են ստանում դրանից։ Պետք է դա արդար է դա, իհարկե արդար չէ։ Ճիշտ է դա, իհարկե ճիշտ չէ։ Եվ այո, չի կարելի, որպեսզի պետական պաշտոնատար անձը շահարկի, ասի ես պետական պաշտոնատար անձ եմ, բա ոնց պետքա, չգիտեմ, կոռուպցիայից անկախ լինեմ, ես եւ դրա համար աշխատավարձ եմ ստանում։ Նախ էլ այդ կոռուպցիան մի կողմ, որտեղ դա է ակնհայտ հրապարակումներ կան, միջազգային հետաքննություններ կան, տեսնում ենք ինչեր են տեղի ունենում։ Բայց դրանից բացի, այո, չի կարելի նման կերպ վերաբերվել եւ մեր իշխանության գալու ժամանակ բնականաբար այդ կարգերը ամբողջությամբ փոխվելու են, նորից էլի հետ են գնալու այն վիճակի, որ կար եւ թափանցիկ ամբողջը մեր հանրության համար հաշվետվությամբ է լինելու, որովհետեւ հանրությունը իրավունք ունի իմանալ իր վճարած հարկերից գոյացող գումարները ինչի վրա են ծախսում եւ այդ պաշտոնյան ինչ արդյունավետություն ունի։ Դա եթե պաշտոնյա, որ դու գնում ես մեր երկրի վիճակը, դնում ես այս վիճակում, անվտանգության համակարգը մսխում ես, ինքնիշխանությունը կորստի վտանգի տակ է, ուրիշ երկրից ես դու կախված միայն, քո համար ինչ էլ արդեն դու ինչ ընդհանրապես արդյունավետություն ունի։ Գիտեք իմ համար Նիկոլ Փաշինյանը ոնց որ չստացված Քրիստոֆեր Կոլումբոսը լինի։ Քրիստոֆեր Կոլումբոսը ինչ էր անում, գնում էր տարբեր մայրցամաքներ էր փորձում ման գալ, ինչ որ չէ, գնաց վերջում հայտնաբերեց Ամերիկայի Միացյալ Նահանգները, Նիկոլ Փաշինյանը ինչու է չստացված, որտեղ գնացել հայտնաբերել է Ադրբեջանը։ Եվ հիմա իր համար հով ապահով Ադրբեջանի իշխանության տակ այդ մարդը շարունակում է Հայաստանի իշխանության ղեկին մնալ։ Սա է որ այսպես իմ դիրքորոշումն է այս հարցերի վերաբերյալ։ Սամվել Վարդանյան հրապարակային։ Պարոն Թաթյան, դուք ասացիք, որ համագործակցել եք ԱՄՆ գործընկերների հետ, բայց ԱՄՆ գործընկերները կարծես որոշել են, թե ում հետ են ուզում համագործակցել